Սրտանց փառք տանք Տիրոջը, սիրելի։ Տերը օրհնի բոլորիդ։ Միտեղ եմ կարդում, ես կարդում եմ առաջի Հովհաննես 4 գլուխ 16 խոսք։ Եվ մենք ճանչցանք, հավատացինք այն սերը, որ Աստված մեր վրա ունի, Աստված սերը, անոր սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ կբնակի, Աստված անոր մեջ։ Հավատքի կյանքը սկսում է Աստծո սիրուն հավատալուց եւ ճանաչելուց։ Դերց է սկսվում։ Ես նոր հոգի էի, սկի քարոզել չէի իմանում ինչ բան է, լացում ասում է Հիսուս ջան, ես շատ պիղծ մարդ եմ, ձունձի չես սիրում։ Մի հատ երեխա տեսավ, ասեց Շավարժ եղբայր, ասա այն դրան հետև նստածը թող հավատա, որ Հիսուս սիրում է իրան։ Ճիշտ է, դի մի քիչ բան փոխվավ մոտես, բայց հիմնական չփոխվավ։ Նայեք ստեղ եղբայրներ քույրեր, մի հարց են տալիս, դուք հավատում եք, որ հավիտյան Աստծո հետ ապրելու կյանք կա։ Ես լուրջ հավատում եք։ Ես կասկածում եմ։ Ինչի համար եմ կասկածում, որովհետև շատ եղբայրների հետ շփվել եմ, շատ քույրերի հետ, 55 տարվա հավատացյալ եմ արդեն։ Եթե դու հավատում ես հավիտյան, 100 տարի ապրես երկրի վրա, հավիտյանության մեջ մի ակնթար չարժի։ Լպատկի ասել, հավիտյան Աստծո հետ ապրես։ Եթե դու հավատում ես հավիտյան, որ պետք է նրա հետ ապրես, ինչու՞ չես զում նա ապրի քո մեջ։ Քիչ ես զում։ Քո եսն ես ուզում, քո փառքն ես ուզում, քո դիրքն ես ուզում, մեղքն ես սիրում։ Ինչի՞ չես զում ինքը ապրի քո մեջ։ Ասես Տեր Աստված, արի իմ հոգու թագավորը դու ես։ Ողբա լացի, ասի արի։ Դու որ իմ մեջ չապրար, ես ոչինչ չեմ ունենա։ Եթե հավատաս, որ հավիտյան, հավատքը եղբայրներ ջան, ես հավատքը, որ կարդում եմ Սուրբ Գիրքը, շատերը ասում են հավատում ենք, հələ տեսնենք, հավատն ինչ բան է, հավատքը հուսացած բաների հաստատվելն է, չերեսված բառերի ապացույց, չերեսված երկինքը տենում ես, Աստծուն տենում ես դու, Աստծու դու հավատում ես, որ ընդեղ տուն ունես, տենում ես դա, քո հավատքը ցույց տվել է դա, եթե քո հավատքը ցույց չտվի, դու հավատքը չերեսված բաների ապացույցն է, այդ ինչ ես հավատում, որ չերեսված բանը չես տենում, այդ ինչ ձևի հավատք է, սա էլ Եբրայեցիս 1 գլուխն է, ես հիշում եմ, 2 տարվա հավատացյալ էի, ինձ համալսարանից հեռացրեցին, հերս ասեց, արա ինչքան աղմաղ մարդ ես դու, հերս տենց վատ խոսքեր ասելու, քֆուր անելու շնորհություն, երբեք ոչ մեկին քֆուր չարը չեմ էլ լսեմ հոր բերած, արա քոնման աղմաղ մարդ կա, մնում էր 2 ամիս դիպլոմ ստանայիր, արա դու ինչ աղմաղ մարդ ես, ես ուրախ, ասի պապա, վերև նայի, ինչ կա վերև ասեց, ասի Հիսուսի կողը տուն եմ ստացել երկնքում, արա ինչ տուն, ինչ բան, ախելքի մեկ, ես հավատում էի, իմ աչքերը տենում էր այն տունը, քո հավատքը ցույց է տալի քո տունը երկնքում, եթե ցույց չի տալի, ինչ հավատացյալ ես դու գաղափարով ես հավատացյալ, սրտով հավատացյալ չես, դրա համար էլ չի ստացվում ամեն ինչ, այն եղբայրները, որ քարոզում էին, ես հասկանում եմ, ես էլ եմ ճանապարհ անցել, մեր ժամանակն սենց քարոզներ չեք լսի, սենց քարոզ, որ եղբայրներ անում են, այտենց քարոզ 71 թվին, 2 թվին տես քարոզ չկար, այդքան բացված էլ չէր եղբայրներ, մի հատ եղբոր ասեց իմ քարոզիչներ,
ես չէի կարոզում։ Ասի եղբայր ջան, մի հատ հարց կար ինձի տանջում էր, հավատքով սրտանց աղոթեցի, Աստված ազատեց ինձ։ Ասես ծոմ պահել էիր, ասի չէ, ուրեմն չանցավ։ Այդ մի լացում էի։ Մեր պաշտամունք, մեր գյուղի պաշտամունք 7 ժամ էր տևում, 7 ժամ։ Հələ պատմեմ, թե ինչ գաղափար մտե իմ մեջ, էսի որ ասեմ կզարմանաք։ Գալիս էր այդ եղբայրը, չեմ ուզում անուն ասեմ, խոստովանություն, բոլորը պիտի անցնեին խոստովանության։ Մի հոգի առանց խոստովանության պաշտամունք չի մասնակցել, բոլորս խոստովանում էին։ Հիմի ամբողջ շաբաթն եկել է, ես ոչ քարոզիչ եմ, ոչ բան, պետք է խոստովանեմ։ Հիմի նայում եմ, ոչ մտքով, ոչ երազով, ոչ մի բանով մեղ չեմ գործել, շաբաթ օրն է, ես էլ կոլխոզի դաշտը աշխատում եմ։ Ասում եմ, այ մարդ, ինչ անեմ, որ այդ համ խոստովանեմ։ Մեղ չկա, բան չկա, ինչ անեմ։ Դե ասի, լավ, ես կարդ են խաղում, կանեմ 2 ձեռք կարդ խաղամ, այդ համ խոստովանեմ։ Դու պատկերացնում եք, մեղք եմ գործում մտածված, որ այդ համ խոստովանեմ։ Հիմա եկա, եղբայրը ինձ կանչեց, ես հերթով մտնում ենք։ Մտա, մեր պաշտամունքը 7 ժամ էր տևում, 7 ժամ, 2 ժամ չէ, 7 ժամ։ Բայց ուրախ, աղոտ, կորխնություն, երկ, վերջը։ Եկա խոստովանեցի, ասեց, դու կարտոժնիկ ես, որ խաղացել ես, ասի չէ, բխես խաղացել, ասի եղբայր ջան, սաղ շաբաթ նայեցի ոչ երազով, ոչ մտքով, ոչ մի ձևով մեղ չգտա, որ խոստովանեմ, ասի կանեմ 2 ձեռք կարդ խաղամ, որ այդ համ խոստովանեմ։ Այսինքն մեր քարոզության մակարդակը այնքան ցածր էր, որ ես չէի հասկանում, ասես կարայի չխաղայր, ես իմանայի չխաղալ կլներ, մաքուր ապրել կլներ, կանեի չէի անել։ Դες դու պատկերացնում եք ինչ մակարդակ եղե մեր քարոզները։ Այդ տառապանքների ճանապարհ եք անցել։ Օրինակ ոնց սկսի մարդը, որ արդյունք ունենա։ Այդ առաջի կետն եմ ուզում խոսամ։ Հետո կամաց սիրո մասին ավելի խորը բաներ կասեմ։ Սուրբ գիրքը գրված է, բոլորդ կարդացել եք, ես Մատթեոս, Մարկոս, Ղուկաս ավետարաներում գրած է, որ պարատ հողի մեջ միտք առան, պարատ հող դառան, եւ պտուղ տվին 130-60։ Ես հակարդում էի ես խամարը, բայց չէի հասկանում, ինչ միտք առնեմ մարդը, Ընդեղ գրված է փշերի մասին, որ խեղդեցին, փշերը լինում են աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, այս կյանքի ցանկություններ, ուրիշ բանի ցանկություն եւ հոգսեր։ Սա փշերն է։ Այն առաջ երկուսը միանգամից գայթակում մետում են։ Փշերը։ Այդտենց մարդ կա այս փշերով լցված չլի, աշխարհի տես մարդ կա, որ գա հավատքի, այդ փշերից չլի։ Տես մարդ կա, բոլորի մեջ կա, բայց ոնց թառավ պարաթող, ոնց միտք առավ, թառավ պարաթող, ինչ միտք առավ, նայեք ասեմ ձեզ, դա ուզում եմ ցույց տամ, ձեզ հոբի կյանքում ցույց տամ հոբի կյանքում, որ դու խորը համոզվեք, հոբը լնայեք ստեղ, Ինչի մեջ էր կյանք տենում։ Ամուսնության մեջ կյանք չէր տենում։ 10 երեխա ունենալու մեջ կյանք չէր տենում։ Հարստության մեջ կյանք չէր տենում։ Առողջության մեջ կյանք չէր տենում։ Կարդեմ լսի։ Հոբ 6:10։ Բայց տակավին այս մխիթարություն պիտի ունամ, անողորձ ցավի մեջ պիտի ուրախանամ։ Որ ես Սուրբի խոսքերը չտեսա։ Սուրբի խոսքերի մեջ ընենց կյանք հատենում,
որ դրա մեջ կյանք չի տենում։ Հարց եմ տալիս, եթե դու քո երեխաների մեջ կյանք ես տենում, դու դեռ հավատքի չես եկել, վիճ չես առել։ Եթե քո հարստության մեջ կյանք ես տենում, լավ կյանքի ապրելակերպ մեջ կյանք ես տենում, դու դեռ հավատքի չես եկել։ Եթե առողջությանդ մեջ կյանք ես տենում ու ուրախանում ես դրանով, դու դեռ հավատքի չես եկել։ Կյանքը միայն Աստծու և նրա խոսքի մեջ դիտենալ։ Սա է հավատքը։ Սա է հավատքը։ Միտք կարա, որ կյանքը Հիսուսն իր հետ հավիտյան պիտի ապրեն։ Հավիտյան։ Ընդեղ ոչ երեխա է պետք, ոչ ունեցվածք է պետք, ոչ էլ հարստություն է պետք։ Միտք առան, աշխարհի զբաղմունքը մեռավ մի անգամուց, հարստությունը մեռավ մի անգամուց, կյանքի ցանկությունը մեռավ, բոլորը մեռան եւ մարդը դառավ պարաթող։ Ինչպես է դառնում մարդը պարաթող, նայեք։ Ցույց տամ Սուրբ Գրքի մեջ։ Սուրբ Գրքի մեջ ցույց տամ, որ դու հավատաք։ Սաղմոս 43:3 Քո լույսը ճշմարտությունը ղրկիր։ Լույսը իր խոսնա, ճշմարտությունը իր խոսնա, իր հոգինա։ Անոնք առաջնորդեն ինձի զիս հանեն։ Դու չես կերզի կարանաս առաջնորդես։ Լույսը ընդունի քո մեջ, որ կյանք Աստծո խոսնա, ընդունի քո մեջ, նա քեզ կառաջնորդի։ Ուր առաջնորդում։ Սուրբ լերը ու քո բնակարանդ։ Սուրբ լերը եւ քո բնակարանը։ Սուրբ լերը Գողգոթան է, առաջնորդում է Գողգոթա, որ Գողգոթայով դու անցնես, ինչպես Եղիսեն Եղիան, գնում էին, ասեց, գիտեր, որ պետք է վերցնի Տեր իրան, Եղիային, ասեց, դու գաղաղա մնա, ես Բեթել եմ էթալում, չէ ասեց, Տերը կենթանի քեզ չեմ թողում։ Բեթել հասան, ասեց, դու Բեթել մնա, ես Երիքով եմ էթում, չէ ասեց, վերջ, միջև վերջ, հետո Հորդանան, ինչ ասա նշանակում։ Գաղգաղդան այսօրվա Գողգոթան է։ Բոլոր մարդիկ, որ գալիս են հավատքի, Սուրբ Հոգով մկրտում են, իրանց ներսը դառնում է Բեթել, Աստծո տուն։ Բեթել է դառնում։ Եթե Սուրբ Հոգին քո մեջ է, քո մեջ Բեթել կա արդեն։ Եվ հասնում է Երիքովը քո մարմինն է։ Այդ տառապանք ապրելա Պողոս Արաքյալը, այդ տառապանք ապրելա Պետրոս Արաքյալը։ Պետրոսի վրա բերեմ հասկանանք։ Հիսուս ասեց Պետրոսին, դեր հավը չկանչած դու պիտի ուրանաս ինձ։ Ասեց, ով ուրանա, մտքովը չանցնի, որ ես կուրանամ։ Նա գիտեր իր ներսը, չէր հասկանում նա։ Անիծելով, երդվելով ուրացավ։ Եվ դառը լացեց, քանի որ դու դառը չես լացել քո մեղքերի համար, քո աչքերը չի բացվի։ Դառը լացեց, դառը, կյանքում տես լացած չկար Պետրոս Արաքյալը։ Պողոս Արաքյալը իր ներսը Բեթել էր, ուզում էր Աստծու հետ ապրել, բայց ասում եմ, մեղքը իմ ներսն է, ուզում եմ բարին անեմ, չեմ կարում, մտքով Աստծո օրենքին եմ ծառայում, մարմնով մեղքի օրենքին, Երիքովը չէր հաղթել դեռ։ Այսօր որ գալիս է Երիքով մեծ, ընդեղ գլուխ խոնարհացնել էլ չեն կարող առաջ եթան։ Ինչու համար, որտև
Երիքովի հետ կապեր ունեն։ Երիքովը հաղթելու համար շատ տառապալի ճանապարհ տյանցնես։ Ողբով տյանցնես։ Ես հիշում եմ եղբայրներ քույրեր, այս համարը որ կարդում եմ, այս տառապանք ապրեմ, բայց այդ Սաղմոսի տեղը չգիտեի։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Աստված այնքան է սիրում քեզ։ Հավիտենական դարերից առաջ մտածել ա քո փրկության մասին։ Կարդա 2 Տիմոթեոս 1:9, որ մեզ փրկեց, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, իր նախասման հավիտենական դարից առաջ տրվավ մեզ Քրիստոսով։ Եղբայրներ քույրեր, այս Սաղմոսը սպասի Տիրոջը։ Ոչ մի հովիվ չի կարա իրան փրկի, մնաս քեզ փրկի։ Ոչ մի քարոզիչ չի կարա փրկի, քո փրկիչը միայն Հիսուսն է։ Նրան սպասի, նրան աղաղակի։ Ես հետո մեր չոլերը ծմերված ցրտին անգամ ծների մեջ ասում եմ Աստված ջան, ուզում եմ սուրբ կյանք ապրեմ, չեմ կարող, մեղքը հաղթում անձի, իմ մարմինը հաղթում անձի։ 2 տարի ողբասել են։ Այդ մի չոլերը, որ մարդիկ իմ ողբի ձայնը չլսեին։ Սպասելով սպասեցի, ծռեցավ ինձ, լսեց իմ աղաղակս։ Զիս կորստյան փոսից տղմալից կավից հանեց։ Ով է սաղոթնարի ողորմություն չիքտե։ Կարդամ շարունակությունը։ Ոտքերս վեմրանցուս քայլվածքս հաստատեց բերանս դրավ նոր երկ։ Այս տառապանքից ողբից Աստված ազատեց այս կավից, մարմնից։ Այսօր շատերը մարմնի տակ խոնարհվում են, դրա համար հաջողություն չունեն, դրա համար հոգևոր մարդ չեն դառնում։ Չեն դառնա, եթե այս ողբը չանեն։ Ով որ այս ողբը անի, նա կհաստատվի։ Եղբայրներ քույրեր, եւ նոր երկ բխեց ինձից։ Արեգակի ծագումից առաջ Քրիստոս կյանքի արեգակը ծագեց իմ մեջ։ Եվ ես ազատագրվա մեղքից։ Ուշադիր լսեք։ Գաղատացիները հոգով սկսին, մարմնը վերջացրին։ Ուշադիր լսեք, կարևոր հարց եմ ասում։ Կարողա դու հաղթես քո մարմնին, բայց ուշադիր լսի։ Բայց իմացի, ուշադիր լսի, իմացի, այդ մարմինը չի վերանում, հին մարդը չի վերանում, չի, Հիսուսի խաչը փչացրել է, բայց չի վերացրել, փչացրել է, չի վերացրել, ամեն օրյա պատերազմ կա, ամեն օր, որպեսզի այդ հաղթությունը պահես, պետք է միշտ այդ պատերազմ անես քո դեմ։ Լսեք ուշադիր, շատ կարևոր բաներ եմ ասելու։ Բոլորս կարդում ենք Սուրբ Գիրք, հանդիպում ենք այսպիսի բանի, որ գրված է գրքում, բայց մենք ինչպես ենք մտածում այդ մասին, դա Աստված գիտի։ Նայեք, տեսեք Հռոմեացիս թղթի մեջ կարդում եմ։ Սակայն Աստված ճշմարիտ թողլա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված են, որպեսզի խոսքեր մեջ արդարած դատաստան ատեն տուն հաղթես։ Սուրբ Գիրքն ասում է բոլոր մարդիկ սուտ։ Սա վերաբերում է Պողոսին, Մովսեսին, Դավիթին, թե նրանք հրեշտակ են։ Նրանց վերաբերում է ժողովուրդ ջան։ Վերաբերում է իրանց։ Մարդ են, չէ, նրանց էլ է վերաբերում։ Հիմա նայեք, ես կարդում եմ այս համարը, երբ որ խորը հավատք ընծայեցես խոսքի նկատմամբ, ասի Պավել, դու ոչ թե միայն ստություն ես, ստության մայրաքաղաք ես։ Այդ որ ընդունեցի, տեսեք ինչ բացվավ ինձ։ Տեսեք ինչ բացվավ ինձ։ Ես շատ էի կարդում, բայց չէի հասկանում։ Տեսեք ինչ բացվավ։
Ստությունը ատեցի ու անարգեցի, բայց քո օրենքը սիրեցի։ Դունես պտի ատես անարգես քեզ, որ Աստծո օրենք սիրել սովորես։ Քանի քեզ պատվում ես, փառավորում ես, մեծարում ես, դու կյանքում աստվածապաշտ չես դառնա, ոչ էլ մարմինը կհաղթվի։ Ամեն օր էսի պիտի անես, այս աղոթքը, ստություն ես պավել, ատիր անարգիր քեզ, դրա համար ասում եմ ճշմարտություն, որ իմանաք դուք։ Շատ տարիներ առաջ, այս գաղափարները նոր չի բացվել ինձ, վաղուց է բացվել։ Ստություն ես դու, եթե անարգես քեզ, օրենքը սիրես, քորենք սիրողներին շատ խաղաղություն կա, անոնց գայթակղություն չի լար։ Սենց այս խմբից այն խումբ փոխվելով, մարդիկ չեն փոխվում, նույն Գիկոսն է մնում։ Ես շատ եմ տեսել, մի հատ եղբոր խոսեցի, 13 տարի մի թողել էր Երևանը մի տարածք, գնացել մի տարածք։ Այդ տղա հետարի, վերջը հետ եկավ իր խումբը։ Հետո լսեցի նորից ուրիշ հիմա գնացելի։ Եք ես մա փոխվավ։ Ես ասեմ չես եղբայրներ, սենց մեջ ժողովում էի միտեղ, ինձի հազարեն տեղ հովություն անել, մի հատ եղբայր կոչեցյալ տեղի հովիվը նշանակել իր իրան։ Ես մի երկար տարիներ այդ կողմերս քիչ եմ եղել։ Նշանակ, մեկ էլ այդ տղան եկավ, որ պատժված էր, կայնավ սենց ամբիոնի մոտ քարոզում, սենց ասեց, սրիկայի պես, խոզի պես խրխրես սատկես ինձ։ Մի հատ ռակցիա չգնաց, ընենց եմ ատում անարգում ինձ, ով ատի անարգի, վրես չազդի, տենց անարգում ես կես, չես անարգի, աստորենքը չես սիրի, ոչ էլ աստուն կսիրես, ես ճանապարը բրնես ճանապարը, քեզ անարգելու, մի հատ հարստամ ձեզ, հոբը, իրա հավատքը Աստծո խոսքի վրա էր, բայց ինչի ես տառապանքը ապրեց, կարդամ լսի, բայց իմի տարիքով իզի պստի գեղողները զիս սաղր կանենց, որոնց հայրերը հոտերի շնելու հետ դնել չէի աճում, մարդկանց ավելի ցածր համարում, քան շունը, ես մեկ սխալ է, մի ուրիշ տեղ կարդամ, Երանի առաջին ամիսների պես, եսի 30 գլուխ, առաջին խոսքը կարդացի, մի 25 գլուխն եմ կարդում, երարցի առաջին ամիսների պես, Աստծո զիս պահած օրերի պես, երբ անոր ճրակը գլխուս վրա լույս կտար, ես խավարի մեջ անոր լույսով կքալեի, երիտասարդության օրը եղածի պես, երբ Աստծո մտերմությունը վրանից մեջ էր, ամենակարողը տակավին ինձ հետ էր, տղարկս էր իմ բոլոր տիքս էին, հետո շարունակ, Եվ դրնեն քաղաք ելնի, աթորս հրապարակի մեջ կդնեի, եմ դեղ ասմա կուրին աչք էի, կաղին ոտ էի, աղկատին հայր էի, և այլ և այլն։ Հիմի ես մարդը, Աստծուն փնտրելով դսել ինչ է գրած, Աստծուն փնտրելով ինչ է անում, Երանից է կարող լայի գտնել նրան, մինչև անոր աթորը գետի, ինչպես եղբարը քարոզեց, գտնել նրան, մինչև նրա աթորը գետայի։ Այս տառապանքի մեջ Աստծուն փնտրելով, տեսեք ուր հասավ։ Տեսեք ինչ ասում, հոբը։ Ես քո վրայով ականջել ուրով լսել, բայց հիմա աչքերս տեսնում են քեզ, Անոր համար իմանցը կար համարեմ, հողի մոխրիրա կզղջամ։ Բոլոր հոգևոր մարդիկ իրանց արհամարել են սովորել հողի մոխրիրա զղջացել են։ Դրա համար 140 տարի տրտմություն չտեսավ, դա գրված առակաց 10:22-ում։ Աստված կյանք է տալի, հարություն է տալի և տրտմություն չի խառնում։ 140 տարի տրտմություն չտեսավ։ Աստծու հետ ապրեց։ Իրան արհամարեց, քանի դու քեզ արհամարելու ճամփեն չես բռնե,
դու քո մարմինին չես հաղթի եւ հոգեոր մարդ չես դառնա։ Հորդանանը հոգեորն է։ Հորդանանսը լրիվ հոգեոր։ Նոր Աստված խոսեց Եղայի հետ, Եղեսեի հետ։ Եղբայրներ քույրեր, մենք չենք եկել մեր մարմինը փառավորելու, մեր մարմինը մեծարելու։ Մի հատ հարց տամ ձեզ։ Դու որ կարդում եք Սուրբ Գիրքը, այս տեղերը որ հասնում եք, ինչ եք մտածում ձեր մասին։ Նույնպես դուք բոլոր ձեզի հրամայված բաները ենեք, սեք թե մենք անպիտան ծառաներ ենք, քանզի զայն որ պարտական ենք ելնելու էինք։ Մեծ գործանես, մեծ անպիտանես։ Միշտ անպիտանությունը խոստովանել, հələ փորձեք, ամեն աղոթքին խոստովանեք, որ անպետք եք։ Մի ամիս հետո կզգաք, որ իրոք անպետք եք։ Մի ամիս հետո կզգաք, խորը կզգաք։ Կարող առաջ օր ասելուց նես թավակյալի ասեք, էլի։ Բայց կամաց որ խորը զղջակ, այ մարդ, ինչ ուզում է Պավել ջան, ուզում ես երկինք էլի, ինչ մարգարություն, ինչ հրաշք բժշկություն արի, մեկը դու անպետք ես։ Դու հավատում ես, որ անպետք ես։ Մեկը քեզ ասում է դու բանի պետք ես, անպետք ես։ Մենք նեղվում ենք, ինչ ես նեղվում։ Քո իսկական դիագնոզն են ասում։ Եղբայրներ քույրեր, մենք բռնում ենք այս ճամփեն։ Մեզ անարգելու ճամփեն բռնել ենք։ Մեզ փառավորելու ճամփեն ենք բռնել։ Մենք ենք, քան բաներ ենք ասում, սաղել շուտ է։ Ստության ավելի շատ ենք հավատում։ Հարց տամ քեզ, ով է խաբել մինչև այսօր քեզ։ Էդել եմ ուզում կարդամ, որ դու իմանաս, երկրա դու ես խաբում քեզ։ Եսայի 47-10 խոսը, դուն չարությունը ապավինեցար, զիս տեսնող չկա սիր, քեզ գլխից հանողը քո իմաստություն տեն, քո գիտություն տեն, սրտիդ մեջ սիր, ես եմ ինձնից ուրիշը չկա։ Քեզ գլխից հանողով է, դու ես։ Եսայի 47-10, ով է քեզ խաբում։ Քեզ թվում է ով է խաբում, լտենանք ով է խաբում քեզ։ Քեզ թվում է ուրիշներն է խաբում քեզ, քեզ խաբողը դու ես։ Կարդամ լսի։ Չլա որ մեկը ինքզին խաբե։ Եթե ձեզ մեկը զինք իմաստուն կսեպե, այս աշխարհի մեջ թող հիմարը լա, որպեսզի իմաստունը լա։ Չլա որ մեկը ինքզին խաբե։ Քեզի խաբողը դու ես, դու։ Քեզի խելքից հանողը դու ես։ Եղբայրները չեն, քուրերը չեն, հարևանը չի, հարազատը չի, բարեկամը չի, հովիվը չի։ Քեզի խաբողը դու ես։ Դու մտածել ես, որ քեզ խաբում ես։ Դու մտածել ես, որ քեզ խելքից հանում ես դու։ Ինչի ես անապաշխար կյանք վարում, ինչի ես անհավատ կյանք վարում։ Խելքից հանողը դու ես։ Քո թշնամին դու ես։ Այդ թշնամուն պետք է ատես, արամարես, որ չխաբի քեզ այ մարդ։ Մենք էդի չենք անում, դրա համար հոգևոր չենք դառնում։ Գալու ենք, հասնում ենք երիքո, այնտեղ գլուխներս կախում ենք, այնտեղ ոչինչ անում ենք, այնտեղ ջարդվում ենք, որտեղ Պողոսի նման չենք ասում։ Ուզում եմ բարին անեմ, բայց չեմ կարում։ Հետաքրքիր բան կարդամ, Հռոմեացի ստեղծում։ Դու կարող եք կարդացել եք։ Օրենքը սուրբ է, պատվիրանքը սուրբ, արդար ու բարի։ Այդ ոնց է օրենքը արդար ու բարի չի, բայց մենակ պատվիրանը։ Մարդի իսկական մեղքի բնությունը բացում է պատվիրանը։ Ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է, պատվիրանը բացեց։ Այսօր շատերը պատվիրանը շպրտում են, միայն մնում են անհոգևոր։ Պատվիրանը սուրբ է, արդար է եւ բարի։ Արդարը Հիսուսից էլ պահանջում, բարիա ինչ բարություն անում։ Պատվիրանքները վրաս հասավ, մեղքը ողջունցավ։ Եթե Մատթեոս 5, 6, 7 գլուխները
Եթե դու չես ընդունում, որ դրանց մեջ է կյանքը, քո թշնամուն սիրելը, քեզ հալածողին օրհնելը, քեզ ցուկում ուրարողին աղոտ կանելը նրա համար, շապիկ ուզեմ բաշխոնը տաս, ինչ պահակ բռնեն ճամփակ շեն գնաս, դու հավատաս, որ այդ խոսքերի մեջ կյանքն է, երբ որ հավատաս դրա մեջ կյանք է, պատվիրանը վրա կասի, մեղքը կողջնա, կզգաս քո մեջ մեղքի բնություն ինչ բան է։ Ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է, պատվիրանը բացեց։ Պատվիրան ասեց, Պողոս, օրենքը հոգևոր է, պետք է մի հոգևոր անձ ապրի քո մեջ, որ կարանա Աստծո օրենքը կատարել։ Դու հոգևոր չես, դու մարմնավոր ես։ Իսկ մարմնավորը ինչպիսի մարդ է, կարդում ենք 8-րդ գլխում տեսեք ինչ է գրած։ Մարմնավոր խորհուրդը մայ, հոգևոր խորհուրդը կյանք խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդ Աստծո դեմ թշնամություն է, վանզի Աստծո օրենքին չի նազանի, մանավանդ չի գնա։ Պողոսը մարմնավոր մարդ էր։ Պողոսը զգաց, որ բացի թշնամություն անելուց ուրիշ հատկություն չունի։ Քանի մարդ կա դա զգացել է իր հոգու աշխարհում ստել։ Բացի թշնամություն անելուց ուրիշ հատկություն չունես։ Քո մեջ մի գրամ բարություն չկա։ Ով բացեց Պողոսին, որ նրա մեջ բարություն չկա, պատվիրանը։ Ով բացեց Պողոսին, որ նրա մեջ մահն է թակավորում նրա մարմնի մեջ։ Եվ ինքը 25 խոսքում 7-րդ գլխում ասում է. մտքով Աստծո օրենքին, ներսով Աստծո օրենքին, բայց մարմնով մեղքի օրենքին եմ ծառայում։ Պողոսն էլ տառապանք ապրեց, մարմնի պատերազմ արեց։ Նսեմացրեց, դրա համար Պողոս առաքյալը, տեսեք ինչ է գրում իր թղթերի մեջ։ Այս մարդը ինչեր ամեն օր մեռնում, թե խելքը չէր ասնում։ Հələ տեսեք գրած է։ Առաջին Կորինթացիս 15:31-ը։ Վկակ բերեմ այն բարձրը զոր ձեր վրա ունեմ Քրիստոսով մեր Տերոջով, որ ես ամեն օր կմեռնիմ։ Ինչեր մեռնում։ Հիսուսի մահը ամենատեն կրմեր, ինչեր մեռնում ես մարդը։ Մեռնում էր, որ Հիսուս ապրի իր մեջ։ Քրիստոսի հետ խաչելա, այլևս ես կենդանի չեմ։ Դու ապրի մեջ, դու ձևավորվի մեջ, դու կայնի մեջ, ես ողբը ես ամեն օր անում եմ, վաղուց, որ Հիսուս ապրի մեջ, Հիսուս ձևավորվի մեջ, ինձ արաբարեմ, անարգեմ, որ Քրիստոս շահեմ։ Մենք չենք եկել Քրիստոսին հավատալու ընդամենը, եկել են Քրիստոս շահելու, կարդամ լսեք։ Ովքեր են Քրիստոսին շահելու, ինչի ման են Քրիստոսին շահում, ինչ նպատակ կա Քրիստոսին շահելու մեջ։ Եվ Փիլիպպեցիս թղթի մեջ գրված է այդ մասին։ Ինչ որ շահ էր զանիկա Քրիստոսին վնաս սեպեցի, իրա բոլոր բաները վնաս սեպեմ Տերոջ Հիսուս Քրիստոս գերազանց գիտության համար, որու համար ամեն բան է զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որ Քրիստոս շահեմ, որ իր մեջ գտնվեմ։ Ճանաչեմ նրա հարության զորություն, նրա չարչարին հաղորդ տնեմ, որպիսի մահվան կերպարանք հագնիմ, որ լինի մեռելերն հարության հասնեմ։ Փիլիպպեցիս 3:7։ Դու չեք եկել Քրիստոսին հավատալու, եկել եք ամեն ինչ աղբ համարեք, քեզ էլ հետ միասին, որպիսի Քրիստոս շահես։ Մենք եկել ենք Քրիստոս շահենք, որ իր հետ հավիտյան ապրենք։ Հավիտյան ապրենք։ Ես աղաչում եմ բոլորիդ, խնդրում եմ բոլորիդ, ողբակ Աստծո առաջ։ Կաս թե մեկը, որ Հիսուս չի ուզում բարձրանալ իր մեջ, չկա, չէ՞։ Բոլոր ուզում են։ Բոլոր ուզում են, թե ցերներ ով ուզում է ցեր բարձրացնի։ Փառք ասի, որ բոլոր ուզում եք։ Մի տենանք։ Եթե ուզում եք, այս աղոթքը պետք է անենք։ Այս աղոթքը իրար հետ պետք է անենք։ Այս աղոթքը պետք է անենք։ Եթե ուզում եք Աստված բարձրանա ձեր մեջ, ուրիշ օր չի բարձրանում, մինակ այդ օրն է բարձրանում։ Կարդամ լսի։ Մարդու ամբարտավան աշկերը պիտի խոնարհին,
մարդկանց հպարտությունը պիտի ցածրնա ու այն օրը միայն Տերը պիտի բարձրանա։ Եթե Պավել դու մարդ ես, Պողոսը աղոչեց որպիսի, բայց հայթոց տվեց, որ չպարտանար։ Եթե Պողոսը պարտանալու հատկություն ունի, ես ու դու էլ ունենք, չէ՞։ Եթե մարդ ամբարտավանություն ունի, հպարտ մարդ ամբարտավանություն ունեմ, ես ամեն օր ողբում եմ, ողբացել եմ նորի մեկ էստեղ։ Ասում եմ Հիսուս ջան, իմ հպարտությունը, իմ ամբարտավանությունը սա, որտեղ միայն այդ օրն ես դու բարձրանում, ուրիշ օր չես բարձրանում։ Հոբի նման աղոթում եմ, աչքերս բաց, քեզ տեսնեմ, իմ անձառաբար եմ սովրեմ, հողի մոխրան սղճասրեմ, ստությունը հատեմ, անարգեմ, որ քեզ սիրեմ, քորենքը սիրեմ, Պողոսի նման սովորացու ամենատեն քո մաքրեմ, ամենատեն մեռնեմ, որ դու ապրես իմ մեջ։ Ես կաղաչեմ բոլորիդ, իմ աղաչանքն ասես, եթե ուզում եք երկինք եթակ հավիցան ապրեք Աստծո հետ, պետք է ստեղ ապրեք Աստծո հետ, պետք է Աստված ստեղ ապրի քո մեջ, ստեղ պետք է ապրի, ստեղ չապրավ, չես հափշտակվի։ Ես ինձի հարց եմ տալի, Պավել ասում եմ, երկար տարվա հավատացյալ ես, որ Հիսուսը վաղը գա, դու կենդանի մնաս, եթե չպատի հափշտակվես, քո հավատալը ումն ա պետք, քո չարչարմեն ումն ա պետք, քո ողբը ումն ա պետք, եթե չպետք է հափշտակվես, ինչու ես եկե հավատքի։ Ես ես կռվում եմ իմ դեմ, ուզում եմ անպայման հափշտակվեմ, եթե մեռնեմ եմ գոնե հարություն առնեմ այդ ժամանակ, Հիսուս ինձ պատրաստիր կատարյալ քեզ հետ ցուլվելու։ Ես մի ուրիշ գաղտնիք էլ ասեմ ձեզ։ Սա իմ 22 տարեկան հասակում ես բանը բացվել ինձ։ Երբ որ Հիսուս աղոթեց, որ մենք իր հետ մեկանանք։ Հիշում եք, Հովհաննես ավետարան 17 գլուխ 20 խոսքից։ Կարդացել եք բոլոր այդ։ Աստված ուզում է մենք Սուրբ Երրորդության հետ մեկանանք։ Ու շատի լսեք, կարևոր բաներ եմ ասում, բոլորին ա վերաբերում, մանավանդ սպասավորներին, մանավանդ, ինչի մար։ Եթե քո ձգտումը սպասավոր լինելա, քարոզիչ լինելա, երգիչ լինելա, դու վաղ թե ուշ ընկնելու ես։ Ես տեսել եմ այդպես եղբայրներ, եպիսկոպոսներ եմ տեսել, Ուկրաինայում, Ռուսաստանում, տեսել եմ։ Ձգտել են փառքի եւ քյալի վրա ընկել են։ Ձգտեք իր հետ ցուլվելու։ Պողոս Առաքյալը։ Ես խորը համոզված եմ, եղբայրներ, խորը համոզված եմ այն բանի վրա, որ Պողոսը քարոզում էր, ասում էր, Կորինթացիներին սովորացում էր, ինչ էր սովորացում, նայեք ստեղ, նայեք ինչ ա գրած, Կորինթացիներին սովորացում էր, որ Աստծո հետ մեկանան, նայեք կարդամ լսեք, իսկ ան որ Տիրոջ կմոտենա, անոր հետ մեկ հոգի կլա, ինչու մեկ հոգի, ինչու Սուրբ Հոգու հետ մեկ հոգի լինենք, նպատակը տեսեք ինչն է, ովքեր են հափշտակվելու, ովքեր են հափշտակվելու, այս մարդիկ են հափշտակվելու, Հայտնության գրքում գրված է հետևյալ միտքը, Հայտնության գրքում, հեսա բացեմ, կարդամ, լսի, հոգին ու հարսը կսեն եկուր, հարսը նենց հա ձուլվե Սուրբ Հոգու հետ, դարենա նույն կամք, հոգին ու հարսը, այսինքն հարսը նենց հա ձուլվե Աստծո հետ, մեկացել է, այս սրանք են հափշտակվելու, սրանք են հափշտակվելու, ես ու դու կարող է չհափշտակվենք, հոգին ու հարսը կսեն, ամեն եկուր Տեր Հիսուս, և Տերը ուզում է որպեսզի մենք հասնենք այս փառքին, Տիրոջ մոտիկանանք, բայց ես մի ուրիշ բան էլ կարդամ, Խեղճ Պողոս Առաքյալը քարոզեց կորինթացիներին, որ կորինթացիները մեկանան Աստծո հետ, լկարդամ լսեք ինչ ա կատարվում։
Քանզի կվախնամ, որ չլաթե երբ գամ ձեզ ուզածից պես չգտնեմ, ես էլ ձեր չուզածի պես գտնվիմ, չլաց է ձեր մեջ գտնվին վեճեր, նախանձներ, սրտմտություններ, գրգռություններ, չարախոսություններ, բանսարկություններ, ամբարտանություններ, խրվություններ, չլավ յոր նորեն գամ, իմ ասված ինձ նկունենի ձերքով, սուք անեմ շատերյու համար, որոնք առաջվեն մեղ գործեցին, չապաշխարեցին ես գործած, պղծության, պոռնության, գյության վրա։ Այդ քարոզից, Պողոսի այդ քարոզից, փող չփոխվան, շատերը, ես չեմ զարմանա, որ իմ քարոզը չլսեք, Պողոսի նման մարդիկ քարոզը չլսեցին, շատերը մնացին պղծության մեջ, ողբանում Պողոսը նրանց համար, դերը տամ եք, ողբակ գոնե մեր համար, ողբակ մեր համար, որ Աստված մեզ ազատի մեզնից, մեր մարմնից ազատի, հոգևոր մարդ դարձնի, նա մեր վրայից լրիվ հանենք, հին մարդը հագնենք նորը, միտք առնելուց հետո միտքը նորոգել, հինը չանեցիր քո վրայից, նորը չհագար, միտքը չի նորոգվի, միտքը պիտի գոտևորվի, որ գնաս հասնես Քրիստոսի մտքին, սա ճանապարհը արցունքի, ով արցունքով ցանում է, ցնծությամբ հնձելու է։ Կանգնենք աղոթքի եղբայրներ քույրեր։